Դերասան Կարո Հովհաննիսյանն այս շրջանում հեռուստադիտողի ուշադրության կենտրոնում է նկարահանվելով Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալում «Գոյամարտ»։ Սերիալն, ինչպես արդեն պարզ է առաջին սերիաներից, կառուցված է մարդկային ճակատագրերի, ներքին պայքարների և արժեքների շուրջ, իսկ Կարոյի մարմնավորած կերպարը Դավիթը այդ պատմության առանցքային հերոսներից մեկն է։ Դավիթը մի կերպար է, որը հենց առաջին պահից վստահություն է ներշնչում, նա բարի է, հասկացող, հավասարակշռված և ամենակարևորը ընտանիքի հոգսն իր ուսերին վերցրած մարդ։ Դավիթի համար ընտանիքը պարզապես բառ չէ, դա պատասխանատվություն է, պայքար, երբեմն զոհաբերություն։ Նրա կերպարում միահյուսված են տղամարդու ուժն ու մարդկային նրբությունը։ Նա այն հերոսներից է, ով չի բարձրաձայնում իր ցավը, բայց իր լռությամբ ասում է ամեն ինչ։ Կարո Հովհաննիսյանը շատ բնական և համոզիչ է փոխանցում Դավիթի ներաշխարհը։ Նրա խաղում չկա կեղծ պաթոս, փոխարենը կա լռության ուժ, հայացքի խորություն և խոսքի չափ։ Հենց սա է պատճառը, որ կերպարը հեշտությամբ դառնում է սիրված ու ընկալելի տարբեր սերունդների համար։ Դավիթը հիշեցնում է այն մարդկանց, որոնց մենք հաճախ հանդիպում ենք իրական կյանքում, բայց միշտ չէ, որ գնահատում ենք նրանց ուժը։ Սակայն Կարո Հովհաննիսյանի կյանքը հետաքրքիր է ոչ միայն էկրանին, այլև կուլիսներից դուրս։ Դերասանի կինը Բոհեմ թատրոնի դերասանուհի է, արվեստի մարդ, ով բեմի վրա ապրում է, շնչում ու ստեղծում։ Նրա սիրտը, ինչպես խոստովանել են ընկերներն ու մտերիմները, հեշտ նվաճվողներից չի եղել։ Նա միշտ եղել է ընտրող, զգուշավոր և պահանջկոտ, թե արվեստում, թե անձնական կյանքում, բայց Կարոյին հաջողվել է։ Նրանց ծանոթությունն ու հարաբերությունների զարգացումը հիշեցնում է դասական, թատերական պատմություն, որտեղ ամեն ինչ սկսվում է ոչ թե բարձր խոստովանություններից, այլ համբերությունից ու փոխադարձ հարգանքից։ Նրանք միասին հանդես են եկել նույն ներկայացման մեջ, կիսելով բեմը, դերասանական լարվածությունը, փորձերի հոգնածությունն ու հանդիսատեսի արձագանքը։ Հենց բեմն է դարձել այն տարածքը, որտեղ ծնվել է նրանց փոխադարձ վստահությունը։ Երբ մարդուն տեսնում ես բեմի վրա, նրա ամենաթույլ և ամենաուժեղ պահերին այլևս ոչինչ թաքնված չի մնում։ Այդպես էլ Կարոն ու իր ապագա կինը կարողացել են ճանաչել միմյանց իրական դեմքերը։ Նրանց հարաբերությունները կառուցվել են ոչ թե արագ զգացմունքների, այլ ժամանակի փորձության վրա։ Այսօր Կարո Հովհաննիսյանը շարունակում է ակտիվ ստեղծագործական կյանքը, հաջողությամբ համատեղելով թատրոնը, հեռուստասերիալները և ընտանիքը, իսկ նրա կերպարները, լինի դա Դավիթը Գոյամարտում կամ բեմական հերոսները, միշտ ունեն մի ընդհանուր բան՝ մարդկային խորություն։ Գուցե հենց դա է նրա հաջողության գաղտնիքը։ Կարոն չի խաղում մարդկանց, նա ապրում է նրանց միջոցով։ Նշենք, որ սա Դիանա Գրիգորյանի և Կարո Հովհաննիսյանի առաջին համագործակցությունը չէ։ Նրանք համագործակցել են բազմաթիվ նախագծերի շրջանակներում, բայց վերջին անգամ համագործակցել էին «Սարի աղջիկ» հեռուստասերիալում։ Կարոյի խոսքով, մինչև երկար դադարն առաջարկներ ուներ ուղղակի այդ շրջանում հիմնում էր իր սեփական բիզնեսը և որոշել էր 1-2 տարի ժամանակ դրան տրամադրել։ Հետո սկսվեց այն, ինչ սկսվեց, բիզնեսը կորուստներ կրեց։ Նախորդ տարի որոշել էր վերադառնալու ժամանակն է։ Հիմա բիզնեսով հայրիկն է զբաղվում, պատմել է դերասանը Թերթեյմ Լայֆին տված հարցազրույցում։ Որովհետև նկարահանումների հետ չեմ հասցնում դրան ժամանակ տրամադրել։ Նման երկար դադար նախկինում չէի ունեցել, բայց դերասանին երբեմն պետք են փոքր դադարներ, որպեսզի հեռուստադիտողին չհոգնեցնի։ Թեև երկար դադար եմ ունեցել, մոռացվելու խնդիր չի եղել, որովհետև հեռուստադիտողը հիշում է իր մեջ տպավորված կերպարներին։ Մինչև հիմա մարդիկ երբեմն ինձ հիշում են որպես Էդմոն, չնայած այդ կերպարը վերադարձ սերիալում խաղացել եմ տարիներ առաջ։ Նախագծի հրավերը ստանալու նախորդող շրջանում ինձ շատ էին հարցնում՝ չես ուզում նկարահանվել, կարոտս շատացել էր։ Նախագծի առաջարկը եղավ ու սիրով ընդունեցի, պատմել է նա։ Դերասանն ընդգծել էր, որ երկար դադարից հետո աշխատանքային վիճակի մեջ լինելու խնդիր կար, բայց այնպես չէ, որ կաշկանդված էր։ Առաջին նկարահանումների ժամանակ մի փոքր անսովոր վիճակ էր, բայց այդ վիճակն արագ անցավ, որովհետև ես նորից վերադարձա իմ ամենասիրելի գործին։ Մեր թիմը հրաշալի է աշխատում։ 2 խումբ ունենք, աշխատում են մեկը մյուսին լրացնելով, ներդնում են լավագույնը, նրանց հետ աշխատելը հաճույք է։ Պարբերաբար հեռուստադիտողներից հաղորդագրություններ եմ ստանում, որ ուրախ են ինձ եթերում տեսնել։ Նման հաղորդագրություններ ստանում էի նաև դադարի ընթացքում,
ասել է նա։ Դերասանը շնորհակալություն է հայտնել Դիանային իրեն նորից վստահելու համար, դերասանական կազմը շատ լավն է, նրա նախագծերը միշտ բարձր վարկանիշ են ունենում։ Էկրան վերադարձը շատ լավ ստացվեց, ավելի լավ դժվար է պատկերացնել, կերպարը հետաքրքիր է և տարբերվող։ Կարոն շեշտել է, որ հեռուստադիտողը հաճախ կարող է քննադատել իրենց կերպարների քայլերը, ասելով, որ քարոզվող արժեքները սխալ են, պետք է նկատել, որ սերիալի հիմնական հաղորդագրությունը սերն է, մարդ միշտ պետք է փորձի սիրով առաջնորդվել, շատ դեպքերում մենք պատվով ու արժանապատվությամբ ենք առաջնորդվում, բայց չպետք է մոռանալ սիրո զգացմունքի մասին։ Իհարկե, շատ լավ է, երբ մարդը հենց սկզբից սրտով է առաջնորդվում, բայց երբ պահը գալիս է, կարող է հենց այդ պահից էլ սկսել սիրելու, սեփական սխալներն ուղղելու համար երբեք ուշ չէ։ Դերասանը ասել է, որ ուրախ է նորից աշխատել գործընկերների հետ, նրանց հետ ավելի հաճելի ու հետաքրքիր մթնոլորտ էր ստեղծվել, ունեմ նաև նոր գործընկերներ, շատ շուտ ինտեգրվեցինք, ինչը կարծում եմ ճիշտ ղեկավարումից է։